Բարի լույս, այսօր փետրվարի 22-ն է, հետընտրական աշխուժությունը դեռ շարունակվում է։ Երեկ Ռաֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպման մանրամասները հայտնի կդառնան այսօր ժամը 17-ին Ազատության հրապարակում։ Իսկ մեր ուղիղ եթերը կարող եք դիտել այսօր ժամը 15-ից։ Մեր հյուրն է լինելու Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը։ Իսկ ժամը 17-ից կունենանք ուղիղ հեռարձակում Ազատության հրապարակից։ Այսօր ժամը 13-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերջնական հրաժեշտ են տալու ԵԱՀԿ ԺՄ դիտորդներին եւ հանձնելու են նրանց հրաժեշտի հուշանվերներ, ընտրակեղծիքներով լի ընտրություններից։ Իսկ միևնույն ժամանակ Մոսկվա կինոթատրոնում շարունակվում է հակամարտությունը եւ հաշտեցումը կենտրոնական արևելյան Եվրոպայի կինոմշակույթում միջազգային կինոփառատոնը։ Փառատոնը կտևի մինչև ապրիլի 10-ը։ Բոլոր ֆիլմերը օրիգինալ լեզվով են եւ անգլերեն լուսագրերով։ Մուտքն ազատ է։ Երկար ժամանակ ինտերնետի օգտագործումը մարդկանց մոտ առաջացնում է այնպիսի ախտանիշներ, ինչպիսին ունենում են թմրամոլները։ Հետազոտողները պարզել են, որ մարդիկ երկարատև վեբսերֆինգից հետո վերադառնում են բացասական տրամադրության։ Մոտ 60 կամավոր հոգեբանական թեստ է հանձնել ստուգելու համար, թե որքանով է ձեռք բերել ինտերնետ կախվածություն եւ որքանով է այն ազդում դեպրեսիաների վրա։ Այնուհետև մասնակիցներին առաջարկել են ինտերնետ մտնել մի 15 րոպեով, ինչից հետո էլ նրանց համակարգիչների մոտից կտրուկ հետ են կանչել եւ նորից թեստեր տվել։ Մասնակիցները բավական ճնշված են եղել։ Թմրամոլների նման ինտերնետում հայտնվելու առաջին պահին նրանց բացասական տրամադրությունն անհետացել է։ Այս ուղղությամբ հետազոտությունները դեռ շարունակվում են։ Իսկ Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ծանոթացեք եղանակի տեսության ամբողջ Հայաստանում։